Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այս պահին գտնվում ենք Շենգավիթ վարչական շրջանում, Խարբերդում ավելի հստակ, քաղաքացիների հերթական ահազանգի հետքերով եկել ենք, ուզում եմ ձեզ ցույց տամ Երևան քաղաքի վիճակը, ինչպես եւ որ նշել է, Երևան, մեր օրեր, Շենգավիթ վարչական շրջան, հիմա ցույց տամ ու մնացածը կասեմ ինչ վիճակում են մեր քաղաքացիները, հատուկ մեզ նշել են քաղաքացիները, որ սովորական կոշիկներով չգաք մեր մոտ, մի հատ ուզում եմ ձեզ ցույց տամ ինչով եմ ես եկել այստեղ, այս վիճակով, քաղաքացիները ասեցին, որ հանկարծ կոշիկներով չգաք, հիմա ուզում եմ մի կերպ ուզում եմ հասնեմ, Բա որ ասում էի լոտկով տղեկ գիտեիք հանակ եմ անում։ Մարդիկ ապրում են ստեղ, կներեք, ես հեսա ձեզ այս վիճակով են ապրում, Երևան քաղաքում։ Ես է սաղացի ոտս ճարտվա, վզգուշ էի։ Էսա, չի էլ դիմանում, ցելապաններ չի դիմանում, ժողովուրդ եմ ինչ ասա։ Օփ, զգուշ։ Բսղում ախպերին չանեմ։ Երկու բառով Հայրիկ ջան ներկայացրեք, ուղիղ եթերում ենք հիմա։ Ես բնակիչ եմ, Նոր Խարբերդ 15 փողոց 29-րդ տանը, բնակվում եմ արդեն 11 տարի և 11 տարի խոստանում են մեր վերադասը, որ պետք է մենք ասֆալտապատենք, կառավարենք, կահավորենք, բայց այս 11 տարի ես չեմ տեսնում արդյունքը։ Այսպես 11 տարի մեր երեխեքը, մեր կանայք, մեր քուրերը բոլոր այսպես գնում և գալիս են։ Կայտարակվում ենք, կամ տրյապկեքով գնում ենք ընդե մայքրում ենք, որ բարձանանք ավտոբուս, կամ էլ ինչ-որ այսպես ցելապաններով գնում գալիս ենք։ Բայց էլի չի դիմանում, պոկվում է, չի դիմանում։ Կպչողական ես, կավա հողը։ Ինչ ասեմ, մենք շատ խնդրում ենք, մեր բոլորի անունից ես խնդրում եմ, որ ընթացք տակ, որ մենք մեզ մարզ զգանք Երևան քաղաքում, մենք քաղաքացի ենք, դա չի նշանակում գյուղում էլ թող լինի բարևար պայմաններ, բայց հadzինը ստեղ, որ մենք բնակիչ ենք քաղաքի, ես ուզում եմ, որ մենք զգանք որպես մարդ, շնորհակալություն ինչ ասեմ, ես հույս ունեմ, որ դուք մեզ կընդառաջեք, հույս ունենք, որ մեզ կբարելավեք ինչ որ մենք խնդրում ենք, մենք շատ մեծ բան չենք խնդրում, շնորհակալություն։ Ասա, որ սա նպատակային է, սա նպաստեց նրանց տղեկի մեր հավանալուց։ Երկու բառով էլ դուք ներկայացրեք։ Հաջորդ օրը Հավաքանու անդամներ, դեպուտատերով էր, որ մալինատի մեջ ենք ասում, էսի մեր մալինատն է, բան չունեմ ասելու։ Մեր երեխեքն է սենց ուրախանում են, էդ մենք դասի գալիս են։ Դպրոց չունենք, մանկապարտեզ չունենք, մալինատ փողոցներում ապրում ենք։ Հրաշք մի խոսք։ Հրաշք։ Գազ չկա, ջուր չկա։ Մալինատն է, էսի մեր մալինատ փողոցն է։ Գալապան հակը արի, ոնց պետք է գաս։ Դու լավը կալշում ես, ես։ Հալա սաղետ հասար ձեր տները։ Դու ինձ ասա, ասում ես ես բան ունեմ ասելու, ասա, ինչ ես ուզում ասես։ Սամակատ ունեմ, հեծանիվ ունեմ, ռոլիկ ունեմ, չեն կարող փշել, սա ցեխ է։ Գալիս են կարող անգնում ենք, չեն կարող փշել։ Ոչ խաղում ենք, ոչ էլ։ Բախվոցին խաղում, կարող է բազենք ընկնենք հետին։ Տիգրան Ավինյան, քաղաքացին, մեր Երկու բառով էլ դուք ներկայացրեք, արդեն Ընդհանուր բոլոր հարավանները ներկայացնում են պրոբլեմը, որ շատ ահավոր վիճակ է։ ներնականի սարի Ջուն, կանձրև ինչ որ դա այստեղ հնարավորություն ունենք մենք սիրում ենք որպես հեռավոր հատուկ լքված բնակ։ աուլի բնակիչներ են, էլի։
21-րդ դար Հայաստան, Երևան, այս գեղեցիկ խոսքերի, բայց իմը պետք է լուծումը պետք տալ այս հարցին, որ մենք մեծ մարդ կանք, այս ինչ վիճակ։ Սա բնակիչների տան մուտքն է, հələ փոքր ջան արի ես կողմ, տան մուտքն է, որը որ արդեն խոնավությունը լցվել է մարդկանց տները։ Ահա, խնդրեմ, մի փոքր արի ես կողմ, սա մարդկանց տունն է, տներն է, իրանց այս վիճակն է, մարդիկ ընկնում են ոտքերը, ասեք, մի երկու բանը դուք ասեք, ինչ է։ Տենում եք մեր վիճակը, մեր ապրելակերպը, այն որ յանի քաղաք Երևանում ենք, Շինգավիթի շրջանը կոչվում, քաղաք Երևան, բայց արյութես, այն որ չհամարենք ես բաց թողնում, չհամարենք եսի ոնց, չեմ անում ոնց, ասենք իրանց էլ չնեղացնենք, բայց գոնե Հանգիստ նեղացրեք, նորմալ է։ Այն քվեները, որ ստացել են, այդ քվեներին համաձայն աշխատանք ստացվեց տարածաշրջանում։ Ես ինչ է ապրել։ Ես չի պիտի ցեխից սեղամ, անգնեմ աշխատող, միակ աշխատող մարդ եմ ես տան մեջ։ Բա հիմա ես տան տունը ո՞նց է յոլա այդալու։ Նա ուզում եմ հասկանամ ես, որ ուզենակ դուրս գաք, էլի ոնց եք դուրս գալու ձեր տնից։ Պատերի տակով մինչև այնքան տեղը, բետոնավոր, ցեխերով всё, ահա բուրա։ Բերի ջուր քաշի, սա փոսերը թողի։ Այդ ջրի համար է լիմիջայլոց ասում են, որ շուրջօրյա դասի չեն գնացել։ Դուք դասի չես գնացել այսօր։ Ես ինքն էլ։ Ես երեխեն էլ երևի։ Ճիշտ եք գիտեք, Ալբերտի 15 փողոցից են ես։ Ու բոլոր փողոցները այս վիճակում են։ Ժողովուրդ կարող է եւ այսպես լավ չի երևում, ասեմ ձեզ, քաղաքացիները մեր որ զանգահարել էին, ասեցին, սենց սապոկներով կգաք, հանկարծ Սա Շենգավիթ վարչական շրջանն է, սենց քայլելով գնանք, եթե տեղ հասնենք, մի հատ խնդրում եմ էլ, ես մարդը իր տնից ուզում է դուրս գա, մի տեղ քայլի գնա, հա։ Հատ հասկացեք ինչ հաստեղ կատարվում, էլի մարդկանց տները արդեն առաջի հարկերը ոնց որ ջրի մեջ, հա, լիլի, ջրի մեջ ապրեք, էլի, հա։ Խնդրեմ, չեք կարա, պետք ասեն սապոկներ հակնեն, մարդիկ ու նոր գնան, հիմա ասեք կանենք հիմնարկի աշխատողներ, ՔՊ, հանրապետություն, ուր եկեք, այս մարդիկ ասում են եկե խափել եք, ձեզ ենք ձայն տվե, եկե սուտ եք խոսացե տարի ու կես առաջ, հիմա ուզում եմ մի հատ այդ ասեք կանենքի հիմնարկի աշխատողներին կան այստեղ, հենց ստեղ, նայեք, ուզում եմ ես ստեղ քայլեմ, այսինց կեսը մտնում է ցեխի մեջ, նայեք, չեք կարա, ոչ մի ձև, եթե սապոկ չունենաք, անհնար է ստեղ քայլելը, մի հատ նայեք, էլի, կեսը մտել է ջրի մեջ, Երևան քաղաք, մեր օրեր, ՔՊ-ն տարի ու կես առաջ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ եկես մարդկանց խափել է, սուտ է խոսացել, ասել է ամեն բան մենք այստեղ վերանորոգենք, ասֆալտապատում, կանգառներ, հիմա ես քայլելով հասնելու եմ կանգառները ձեզ ցույց տամ, բայց մի հատ նայեք, ուճուր ստեղ քայլելուց, սենց ուճուր լճեր է սաղ, նայեք, մտամ մեջը, Ժողովուրդ ջան, ինչ գյուղի ճանապարհ, սա Երևան քաղաքն է,
Շենգավիթ վարչական շրջանը, ինչ գյուղի ճանապարհ, մա ստեղ նայ։ Ինչ գյուղի ճանապարհ, ինչի մասին է խոսքը։ Սա Երևանն է, այստեղ մենք տանն ենք, ԿՊ-ի Երևանն է։ Մատ նայեք, բոլոր փողոցները, ստեղից դուրս գամ, փողոցներ նայեք, էլի։ Քայլելու են բոլոր փողոցներով։ Այս մեր մի հատ այս վիճակը նայեք։ Ու մարդիկ ստեղ ապրում են։ Հատ խնդրեմ, եկեք։ Նույն վիճակները, բոլոր փողոցները։ Կանգառներ գոյություն չունի։ ԿՊ հանրապետություն խմբակցություններ։ Ձեր այդ կաբինետներից, աշխատասենյակներից դուրս եկեք, գնացեք գնունի տոնավաճառ կամ առաջի մասում գտնվող տոնավաճառ, այս կալոշներից գնեք, սապոկներից ու եկեք ժողովրդի վերաբերմունքը կտեսնեք։ Եկեք խաբել եք, մարդիկ ձեզ ասում են, որ եկեք խաբել եք քվեեք ստացե, Ավինյանի գլխավորությամբ, ասեք կանենք, եկան ինժեները, ասեք, լսեք, ուղիղ եթեր են։ ինժեները զանգել է իրա։ Ասում են կարեք դե սարքեք, ասում եմ ձեր փողոց տեխնիկա չի մտնում։ Փողոցի վիճակը տեխնիկան չի կարա մտնի, հա, եթե մենք մեռնենք, սկորը չի կարա գա մեր մոտ։ Ես ձեզ այդ փոսերը ցույց կտամ։ Ասում եմ, բայց ստորբեկը ո՞նց եք տնկե, եթե չեք կարող։ Այդ աբսուրդ է, ես չեմ հասկանում, ասենք ոնց կարելի է տես բան ասել, ասում եմ, ձեր փողոցի տեխնիկա չի մտնում, դրա համար լույս չկա։ Համել ասում եմ, ձեր լիմիտը լրացել է, փող չունենք։ Հայ լույս չինելու։ Բայց իրանց լիմիտը ո՞րն է։ Ահա, խնդրեմ, փողոց։ Մի հատ փողոց, բոլոր փողոցները այս վիճակն է, ժողովուրդ։ Մարդիկ ապրում են սենց։ Նայեք։ Մեկն արած կեսը ասված, մնացած ամեն ինչ Բոլոր փողոցները այս վիճակն է, ժողովուրդ, ահա։ Այս սապոկներս ես դնում է, սապոկներով, ուզում եմ հասկանամ դուք ոնց եք, էլի մի հատ գնացեք, ես հասկանամ, հա, Ինքը չի կարում գա, բախում ասա, կցե խոտվեմ։ Հա, գան ձեզ հայրիկ ջան, բա ոնց եք գալու, Պատերի տակ։ Ցեղեբեշ կորած ենք, էլի։ Ես 15-ին գագաթին եմ վերցնեմ, ես հիմա ստեղով չեմ կարա գնամ, պիտի գնամ 16-ով, որ ասֆալտա մինչև ներմուտ, այդենց բարանեմ, թե չէ։ հա հիմա ձեր տուն հասնելու համար պետք է շրջանցեք, գնաք, թեքվեք, Հա, ես եմ տենց եկել։ Ես բարձացել եմ, Հնարավոր չի ուրիշ ձեր ցավը տարեմ, հնարավոր չի մտնել։ Մենք պետք է պայքարենք, որպեսզի 21-րդ դարում Երևանը այս պատկերի փողոցներ հա, Կամ խնդրեմ, հիմա մի հատ ցես բան ասեմ, աղկոման է, աղբի փող ենք վճարում։ Այդ տնից 300 մետր հեռու է։ Որ օրենք փոքր 300 մետրից մոտիկ է, իհարկե։ Հա, որ ես մեկ շոկով նոր զիջը չշրկեմ կիլոմետրով բերեմ, որ ցեմ այդ աղկոման։ Այդ աբսուրդն է։ Ասում մարդ օրինակ ապրում է խաղում։ ժողովուրդ, սա ինչ է, հա, քաղաքացիներ ասում են յանիմ թե ջուր են քաշե, ես հիմա սապոկներով է, նորմալ է, ժողովուրդ ջան մտնայեք էլ ես մարդիկ ինչ է, Իդեալական վիճակ է, իդեալական։ Մալինատ չի, մալինատից բայց ձեր նոր հարևանները մեզ ասում են, որ մի տարի կես առաջ ԿՊ-ն եկել էր ստե, ասենք կանեք, հիմա չեք ասե, որ անեն, ասում ենք, ո՞նց չենք ասում։ տարի կեսը ասում եք էլի, Մենք ասում ենք։ ու անող չկա, Դե որ անեն հիմա իդեալական փողոց կլել։ Իրանց ասած մալինատը հիմա է պատկերով Երևան։ Էսի մալինատն է։
Սենց բոլոր փողոցները, սա երրորդ Երեխա ունեմ 4 երեխաները չեն կարող հելնեն դուրս խաղան, Բաքվում չեն կարողանում խաղալ, ամոթ, Շենգավիթ վարչական շրջան, Հույսային փողոտան չի Երևան, իրանց քառակուսի մետրի մեջ։ 4 երեխա ունեմ, քիպ իմ երեխան չելնի խաղա։ Մանգապարտեզ չկա, խաղահրապարակ չկա, դպրոց չկա։ Ես իմ մեքենայով տանում եմ երեխեքիս 10-ի, սպասում եմ որ վեկանեմ բերեմ։ Մանգապարտեզ երեխուս տանում եմ, դպրոց տանում եմ, ինստիտուտ բում սովորում են 2 երեխեքս մեծ, էլի նույն պատկերն է։ Երեխեքս ամաչված են, պապա գոնե կանգար հանի։ Բայց կանգարել չկար ոնց նայ։ Կանգար կա, մի 200 մետր վերև, պետք է ես մի մեքենայով Այն կները ժեշտից եսի ինչը դրած այդ կանգարն է։ Այն ժեշտի նշանը որ կանգարի նշանը, դա մեր կանգարն է։ Հա, էդի կանգարն է։ Կանգարն է։ Բարեփոխված տրանսպորտի շրջանակներում ժեշտի 150 դրամով ժեշտի նշանի տակ պետք է կանգնենք։ Էդի 150 դրամանոց կանգառն է, բա որ 600 դրամ էլ ինչ կլինի։ Ընտիր։ Սուպեր։ Սենց ես տուն եմ եթում, խանութից դուրս եմ եկել։ Սենց պետքա գնանք մեր ընկերոջ տուն, սենց գնում ենք տուն, էլի, ժողովուրդ ջան, ոնց բացատրեմ, ոնց ասեմ ինչ վիճակ աստեղ, սենց գնում ենք տուն, գնում ենք, այս մարդիկ պետք է ամեն օր մի հատ կալոշ այսպես ասած հագնեն, կալոշներով, ու գնանք, ջրի տրուբեն կա, ջուրը չկա, ժողովուրդ, Դուք նշում եք ստեղ այս որ գյուղն է, սա գյուղ չի է, ժողովուրդ ջան, սա Երևան քաղաքն է, Շենգավիթ վարչական շրջանն է, ինչ գյուղ, գյուղ, Երանից էլ գյուղելն են, կասեն ջանդան, գազ չունեն, գազ, մերանք պետի պողտալով։ Ես մատը մի քիչ փող հարալ է տեգա դրան դերը, որ կարնա ապրում է։ Ստի կայսրներ, սուտ, կեղծիկ տարածողներ, միլիարդավոր դրամներ գրփողներ, էլեկտրական, այ Տիգրան Ավինյանը, լավ հիշեցի, են էլեկտրական, հա? Ստոլբեն կա, լուսը չկա, հիմա քշե ժամը 6-ից հետո, 7 հետո մութը են գավի, ոնց պետք է։ Հա, ստեղ երեկվան ոնց են մարդիկ քայլում։ Հեռախոսի ֆանարով, այս ընդ էթում են, որ մի հատ փոսի մեջ չընկնենք, էլի խեղդենք։ Փոսերը լցած է։ Իդեալական, մալին է։ Նորամուծություն է, նոր ասֆալտի տեսակ են։ Քաղաքացիները իրաց ձեռքերով բերում են, քարերը սենց դնում են, որ կարենան։ Նայեք։ Մարդկանց տները արդեն ջրի մեջ կորում են։ Հիմա բերել է հենա տակը իր ուժերով քաղաքացին։ Հլստեղ Ավինյան Տիգրան Են Նիկոլ Փաշինյանի հետ որ ամեն պատ է առիթ չեք օգտագործում եք եւ ուղիղ եթերներ եք մտնում մի հատ Նիկոլ Փաշինյանին վերցնում ես գազ տեսնես ինչքան հարմարավետ ու գեղեցիկ փողոցներ եք դուք մեր քաղաքացիներին հրամցրել ստի կեղծիքի այս էլ մնում էր դու հարցակվեիր ու վերջ հանգիստ այս է ժողովուրդ ոչ մի կերպ չես կարա քայլես տեղ Տիգրան Ավինյան ՔՊ բոլորը ձեր նոր էլեկտրական մեքենաները վերցնում եք ու գալիս եք ստեղ Դրանք մարդիկ ինչ վիճակի մեջ են ապրում, գոյատևում են, բոլոր փողոցներով քայլում են։ Շենգավիթ վարչական շրջան, այս բոլոր 1-2 սա որ երրորդ փողոցն է, չեմ մտանք արդեն։ Հիմա նորը պետք է արդեն փոխենք, նորամուծություն է։ Մարդիկ բոլորը այս վիճակում են ստեղ ապրում։ Ջրի կեղտի Երևան քաղաքի հավաքանի եմ Հայաստան խմբակցության եկել է մենք ԿՊ-ն ասում է ստեղ մարդիկ նորմալ ապրում են ասֆալտապատում է Ես բաբի խանութ էթում գալիս ենք ցեխի մեջ էլ սեղում գնում ենք սեղլի ցեխ ասфальտ ասֆալտներ որ լինի
Այսպես գոքելնենք։ Ոչ ասֆալտ կա, ոչ ջրահեռացում կա, ես փաստորեն նոր ինձ ասեցին, Ըստե մի քիչ պրոբլեմ կլինի։ հա, բայց ինձ նոր ասեցին, որ դուք տներում կոյուղի չունեք, հա, փաստորեն։ Փոսեք, Խոսենք փորեմ ջուրը քաշում կնոմա։ կեղտաջրեր, բան։ Կնխտրում ենք էլի։ Ընդերքը։ Դու պատկերացրա մի 5000 հատ փոս կա։ Այդ կեղտը գնում անդերք։ Կոյուղի չկա, էլի։ Կոյուղի չկա։ Ասֆալտ չկա, ինչ կոյուղի։ Ես ասֆալտ լինի, կոյուղի ստե չեմ կարծում լինի։ Հա, շատ լավ ասեցիք։ Շատ լավ ասեցիք։ Ժողովուրդ, այս մարդիկ արդեն հույսները կտրել են, ասում են կոյուղի։ Երևանում ապրող քաղաքացիները կոյուղի չունեն, փոս են փորում, Ավինյան Տիկո, Ավինյան Տիգրան, Տիգրան Ավինյան, ՔՊ, այն որ ավականու նիստի ժամանակ ցույց տամ մի հատ Իրա ուժերով այ տան դիմաց իր ուժերով քաղաքացին կանալիզացիան մատ պատկերացրեք ժողովուրդ մատ պատկերացրեք այսի անելու եմ թո տենան քպն կանալիզացիա նայեք մարդը Երևան քաղաքում կանալիզացիան իր տանդեմը փոսա փորե որ կանալիզացիա ունենա խնդրեմ Նայեք, բոլորը իրանց ուժերով փոսեր են փորը, որ կանալիզացիա ունենան։ Էսա, կանալիզացիան։ Էսա, մի արա տեսակ կեղտ կլնես։ Ավինյան Տիգրան, ՔՊ, Հանրապետություն, այն որ նստած ավականու նիստին հները, նորերը, նախկինները Այս մարդկանց դուք եք եկեք տարուկես առաջ խոս տվե, ասել եք ասեք կանենք, մենակ մեզ ձայն տվեք, ասֆալտապատում, ինչ ասֆալտապատում չեք անում, այդ ձեր տրենդ դարձած ֆեյք ասֆալտապատումները, որ ասֆալտա մոլությամբ էի զբաղվում, այս քաղաքացիների խափում էիք, տարուկես առաջ եկեք ասել եք, ինչ էին ասեք կանենք, նայեք, մարդիկ իրենց տանդեմը հոս են փորում, որ իրենց կոյուղին գնա Երկու օր առաջ ավականու նիստի ժամանակ նորից սկսեց Ավինյան Տիգրանը, հնները, նախկիները տարանջատվելը սկսել էր արդեն։ Հիշեցնեմ ու նորից կրկնեմ, Տիգրան Ավինյան նախկիների մոտ աշխատող քաղաքապետ ես։ Նախկիների կարկառու ներկայացուցիչները այն հոգով սրտով ուզում էին, որ դու դառնայիր քաղաքապետ։ Իրենց շատ լոյալ քաղաքապետ ես դու։ Մարդան ընդհանուր փոսփորում որ ձանան կոյուղի սարքերը Հələ մի հատ նայեք էլի հիմա գնում ենք Երևանն է ժողովուրդ Երևան Հա Գուրգեն Խաչատրյան ջան հայլի սենց ասֆալտ չեք պատկերացնում Մատնայեք այս քաղաքացիները երկու օր ամս զանգում են ու չենք պատկերացնում թե ուր ենք գալու մենք Երևան քաղաք, մարդը իր ուժերով կոյուղի չունի, եկելա փոսը փորելա, իր տան դիմաց, որ կոյուղի սարքի կարողանա կներեք տոալետ գնան։ Այստեղ մեր հարգարժան դեպուտատի տունն է։ Էսում տունն է։ Դեպուտատի տունն է եղել նա։ Եղել, ֆու։ Այլ դեպուտատը չի, իա փողոցը բերել են ասֆալտ են այլ իա դրան դեմը ու վсё։ Ընտիր, բավոն։ Ասում են մենք Մարինատի մեջ ենք ապրում, հա դեպուտատը, իրա դրան դեմը ասֆալտ անել։ Էսի է լուսա բանել։ Հարգարժանը որ ասում Հա, այն հանրապետություն խմբակցության մի հատ ավականի գոյություն ունի, ասում է ասելա ընտիր Մարինատ, հա, փաստորեն էս, հա? Էս իրա դրան դեմն է, Հա։ իրա դրան դեմը կապստիկ դա պետք է ասֆալտ լինի, որ ինքը ցեխի մեջ չի։ Հա, բայց նայեք ժողովուրդ 7 մետր ասֆալտ են արել։ Այս տան դիմաց, նայեք 7 մետր ասֆալտ են արել։ Դեպուտատն է։ Դեպուտատն է իրա տան դեմը։ Մինչև ստեղ, տունը Միջև ստեղ, նայեք 7 մետր հետո պրծավ։ Всё, նորից նույն ցեխը։ Հիմա այս Opel-ի վարորդը պետք է գնա, ահա։ Մտանք նորից խրամատներ։ Իրա ասֆալտը Հա, իր ասֆալտը 7 մետր է, իր տան դիմացի ասֆալտն է։ դեպուտատի տունն է։ Հա դեպուտատը իրա դրան դեմը ասֆալտը։ Դեպուտատ, ապատգամավոր թե ավականի։
Հա, Հայկի հետ է, հա, հանրապետություն խմբակցություն, հա։ Այսքան տեղը ասֆալտ է, փաստորեն։ Հա, որ ասել է հայտարարել է Մալինա է, հա։ Հա, փաստորեն հայտարարել է Մալինա է, այս փողոցները, հիմա ես դες Մալինան եմ ցույց տալի։ Հեսա կհասնենք Մոշին արդեն։ Տիգրան Ավինյան, ՔՊ նախկինների մոտ կարկառու նախկինների մոտ աշխատող քաղաքապետ։ Եփեք այդ էլեկտրական ձեր Mercedes-ներն ու ID-ներն ու BID-ները վերցնելու ու գաք այս փողոցներ։ Ես ձեր համար սապոկներ կգնեմ, խնդիր չկա։ Մենակ ոտքի ռազմերն արեք, ասեք մենք կառնենք։ Առավոտ մենք էլ ենք գնել ու եկել ենք ստեղ։ Եկեք սենց մի հատ քայլենք։ Բացի ասֆալտապատումից, լուսավորություն, գոյություն չունի այս փողոցում։ Ասֆալտապատում չկա։ Կոյուղի գոյություն չունի։ Մարդիկ 21-րդ դարում ապրում են նման վիճակում։ Ժողովուրդ, ես 2-3 փողոց թեթև քայլելուց հետո այս վիճակը չէ, չեմ հոգնել, այս վիճակն է։ Էսի չեղավ, սենց։ Այս սրանով չեղավ, չեք կարա, անհնար է։ Այս վիճակն է։ Իսկ սովորական քաղաքացիները չունենալով գումար, որ սապոկներ առնեն, այսպեսի ասած, ոնց եք ասում, կիրզվի, հա, նոր ասեցիք, կիրզվի սապոկներ, մարդիկ սենց են քայլում, այս վիճակն է, մատնայեք, Մալինա փողոցներն է, տան փողոցները, բոլորը բնակվում են, մի հատ, աղբերեն շունը հաստատ իմ հետ չունի, լավ չինի, այս մի փողոցները, բոլոր փողոցները, հատ խնդրում եմ նայեք։ Mən նայեք են քաղաքացին, երեխուն ոնց բերի, նայեք, մատ նայեք ինչա կատարում, էլի, տեղ են մանգալի, ոնց գան։ Մատ նայեք, տոպրակներով, Մի հատ է սուրճի մեջ է։ սպասելու եմ ենքան ժողովուրդ ջան, մի հատ այս մեր հայրենակիցները գան, մի հատ խնդրում եմ էլի, լրատվական մեր սիրելի գործընկերներ, մի հատ այս պահը ֆիքսեք, այդ ՔՊ-ին, Տիգրան Ավինյանին ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասեք, որ Երևան քաղաքում այս վիճակն է։ Դպրոցից տանում է տուն, հա։ Դպրոց է տանում։ Դպրոց է գնում։ Ուր դեղայթում քաղաք Շենգավիթ համայնքի։ Շենգավիթ վարչական շրջանում։ Վարչական շրջանից այդում է 3-րդ մաս դպրոց։ Ես ուղակի ոտքեր եմ նկարում, ուրիշ ոչ մի բան։ Ասում են այստեղ շատ լավ վիճակ է, հիմա ուզում եմ ցույց տամ, էլի։ Նա տես երեխու վիճակը նայեք, ու ինքը գնում է հիմա դպրոց։ Հա։ Ուրեմն Երևան քաղաքում մարդիկ ապրում են, եթե սա կարելի է կներես էլի ինքեր ապրել համարել, մարդիկ գոյատևում են իրանց տաներում, երեխաները դասի չեն կարողանում գնալ, ճանապարհ չունենալու պատճառով, մարդիկ աշխատանքի չեն կարողանում գնալ, իսկ այն մեր հայրենակիցները աշխատանքի դուրս եկել որ գնա աշխատանքի, ընկե ոտքերը վնասել էր, Երևանում բնակվում են քաղաքացիներ, որոնք դասապրոցեսը բաց են թողում, տալիս դուրս չգալու պատճառով։ Ասֆալտապատում գոյություն չունի, կոյուղի գոյություն չունի, իսկ 1 տարի առաջ ասեք կանենք հիմնարկը, եկել աստեղ խափել է ժողովրդին, ասել է մեզ քվե տվեք, ասֆալտապատումը կանենք, կոյուղին կանենք, ամեն ինչ կանենք։ Իսկ ավականունիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ասում էր, ինչ ասել եք, արել եք, դուք ոչ մի բան չեք արել, դուք ինչ ասել եք, սուտ է, խափել եք, ստել եք, կեղծիք եք, դուք ստի ու կեղծիքի մանիպուլյատորներն եք։ Ամբողջ այս փողոցներում մի հատ տուն գոյություն ունի, որ իր դիմացը 6.5 մետրանոց 9%-ի չափով ասֆալտ է արված։ Էդ եմ ասում էլ, այս տան դիմաց 9% բան են արել, ասֆալտ, մենակ այսքան տեղը։
Այս ասած ինքը ասել իմացա, Նայեք։ Ժողովուրդ ջան, ես հորդորում եմ, պահանջում եմ Տիգրան Ավինյանին, ՔՊ-ին, Հանրապետություն խմբակցությանը, այսինքն գալիս եք, գնում ենք այդ անուն ինչա, առաջի մաս կամ գնունի, տոնավաճառ, սենց կալոշներ են կառնում ու իրար հետ գալիս են քաղաքացիների մոտ։ Գալիս ենք ձեր Երևան քաղաքում։ Հիմա դուք եք, չէ, 9% իշխանություն, ոչ լեգիտիմ։ Ձեր իշխանությունը գալիս է մեր հետ, տանում ենք տարբեր փողոցներ։ Մարդիկ ձեզ բան ունեն ասելու։ Ուզում են ասեն, որ ձեր շնորհիվ չեն կարողանում իրենց երեխեքը դպրոց հաճախել, աշխատանքի գնալ։ Իսկ տրանսպորտի մասին ընդհանրապես խոսք չկա։ Կանգառներ գոյություն չունի, տրանսպորտը թանկացրել են։ Մի բան շատ լավ է, որ այս ժողովուրդը բոյկոտում է, տրանսպորտը չի վճարում։ Քանի րոպեն մեկ էր գալի տրանսպորտը։ Հա, կներ։ Ասեք։ 40 րոպե դի կա, մինչև մի ժամ։ Հետո եթե մի հատ բաց թողեցի, եւս մի ժամ պետք է սպասես։ Տեղ բաց թողնել էլ ասեմ քեզ, որտեղ մի 42 համար կոշիկի տեղ չկա նստելու։ Դա 150 դրամն է, էլի։ Փաստորեն տրանսպորտն էլ է, էլի ժամը 1 է գալիս, տեղ ասում։ Առավոտ 10 րոպեն մեկ է, Հա։ բարձր որ գործ են գնում, բայց ասենք դա քիչ է, որովհետեւ պարտված գնում ենք այնած իրար օրը։ Հա, ասում 42 դարա, հա։ Իրի գունը 6-ից հելնում ենք, ասենք հրապարակից 9-ին տուն հասնում ենք։ 3 ժամում Երևանում մի ծայրամասից մի 17 կիլոմետր անցից, ասենք 20։ Լավ վիճակ է հատվածը։ Չկա, որ իրանք բանը ավտոբուսի վարտը մեղավոր չեն։ Միանշան։ Չկա ավտոբուս, չկա վարորդ, որ այնտեղ կանեցում 10 ավտոբուս ունի, ասի 10 րոպե մեկ քշի, կարող շոֆերն ասի չէ։ Չեն անում։ Չկա որովհետեւ այդ մարդը ստիպված ասում այդ համ գոնե սաղին տանեք տուն 3 հոգի ենք մնացել դու 7-ին գնա ես 8-ին ինքը ինի Նոր մի հատ երեխա է հելել ընդերից ապերենը։ Մենք մի հատ ուզում եմ կանգար ցույց տանք, էլի ոնց գնանք, հիմա այսքան մարդ մեզ ուղի եթերով նայում է։ Այդ բանի այդ 33-ը կանգնեք, լուբո Երևան այդ ռայսը դեպքում գնում Ամիրանով, մի հատ նկարեք մեջի իշքան մարդ։ Ես հերու է թվում, առաջի մաս կայնի։ Ոնց գնանք այնտեղ կանգար, հա։ Բայց ուրիշ փողոցով։ Եկեք ուրիշ փողոցով։ Կիսատ ասֆալտ ունեցող փողոց։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այդ տրանսպորտի բարեփոխման շրջանակներում, քանի որ այստեղ ասֆալտ գոյություն չունի, մարդիկ տնից դուրս չեն գալի, կոյուղի գոյություն չունի, մարդիկ փոսեր են փորում, որ իրենց ներողություն կեղտաջրերն ու կոյուղին լցվեն այդտեղ։ Հիմա գնում ենք ցույց տանք կանգառներ, որը որ գոյություն չունի, ու այս մարդիկ շատ լավ է, լսել են մեր հորդորը, բոյկոտում են, չեն վճարում ու շատ է լավ անում են, իսկ ով այնտեղ, չգիտեմ, նստած երկու հոգով իրար հետ մտածում է բոյկոտը ցախողած է, եսիմ ինչա, այդ ձեր հետ այդ աթոռներից դուրս եկեք ու եկեք այս ժողովրդի մեջ մտեք։ Եկեք ժողովրդի հոգսերով, խնդիրներով, եկեք ձեր ուղիղ եթերները միացրեք, ցույց տվեք ինչա կատարվում քաղաքում, ինչա կատարվում Երևանում։ Տրանսպորտը այո, բոյկոտում են, հենց այս մարդիկ բոլոր անխտիր ասում են, որ բոյկոտում են։ Ժամով սպասում են, որ տրանսպորտ գա ու չի գալիս։ Կանգառներ գոյություն չունի, իսկ ասֆալտապատման խոսք չկա։ Հեսա մեր հայրենակիցը մենք են դիմացնեինք, դուք փաստորեն ձեր տուն գալու համար, այս երկու փողոցը շրջանցեցիք, որ նոր գաք։ Էսի 16-ն է, ես 15-ի դիմացն եմ։ Էսի 16-ն է, չէ՞, հա։ Նոր դուք եք խոսում։ Փաստորեն մենք սապոկներով մի անգամից եկանք ձեր տուն, դուք ինչա սապոկ չունեք, շրջանցեցիք, որ կարողանաք հասնել ձեր տուն։ Այսօր առավոտից Չեխիա այդ միտեղ մաքրեցի, հիմա էլ չեմ բնավորում, որովհետև հնարավոր չէ։ Մարդիկ չեն կարող։ Այս փողոցն էլ է նույն վիճակում է։ Հա? Էսի ասֆալտական փողոց, սոյետաշարի միանում է։ 16-ը։ Սա կենտրոնական անգամ փողոց է։ Այդ կենտրոնական փողոցը։ Ոչինչ ասֆալտ չդես կա, ասֆալտներին չկա, էլի։ Հասկացա։ Միջև վերջի գնաց, Անպայման, հայրիկ ջան։ Հատի յանում ջուն քաշի, ու տես թող ենք հանդած։
Բերեն ոչ ասֆալտ անելը պետք ոչ փակել ոչ բան։ Հա, սենց մնում է, էլի։ Հա։ Էսի նույն այդ կոյ բանն է, էլի, փոսերն է։ Որնա լավ չեն արի չրում։ Էսի այդ կոյուղիներն է, որ մարդիկ իրանց տա։ Կոյուղի չի էսի բանը, ջրի շոչիկն է։ Հա, Էսի բանը լավ փողոցն է։ էսի փարք Ասֆալտ կա։ Հա, Ժողովուրդ ջան, այս փողոցը մեր են տեսածների համեմատ ասում է հրաշք է։ Մի հատ խորություն նայեք էլի։ Եթե սա նորմալ փողոցն է, հիմա գնալու ենք աննորմալը ցույց տանք։ Մի հատ կասեք ինձ երբ էր եկե, մի տարի առաջ, ճիշտ է։ Ությունից առաջ էր էլի։ Հա։ Մարդիկ էլ գնացին ընտրին, ես չեմ Հա, ընտրել։ ստեղ մեծ ցուցանիշ ա ունեցել ինքը։ Ես շատ կներեք զուգարանի դեմ եմ որ 100 դրամ են հապում, եթե քփին դավերը չի անի։ Որտեվ կտարակել է զուգարանը։ Եթե իրանց մի բան դավեր անի։ Բոլոր տեղերը պրավա։ 7 տարի եկել են սիգարետ 250 դրամից դարել է 700։ Հա։ Կարակ 2000-ից 4000։ Ամեն ինչ 200% ուրա գնում այդ փողը, ով է տիրություն անող կայս երկին, թե չէ չգիտեմ։ Մի բան էլ ավելացնեմ, մեր երկրի պարտքը երկու անգամ շատացել է, 7 միլիարդ դոլարից ավել, էլի, հասկանում եք։ Բաբր ռեպեր բեմ։ Ժողովուրդ բոլոր փողոցներն անխտիր ցույց ենք տալու։ Ասֆալտապատումից սկսած, կանգառներից վերջացած, ոչ մի բան գոյություն չունի Շենգավիթ վարչական շրջանում, թե ցույց է տալի մեր քաղաքացին, ասում են նայ։ Սենց, այսինքն պիտի քայլես էլի։ Սա դեռ լավագույն փողոցն է, այո։ Հիմա գնալու ենք այն մնացած փողոցներն է ցույց տանք։ Կանգար գոյություն չունի։ Հա, տրանսպորտը։ Հա, հիմա գնում ենք կանգարը ցույց տանք։ Տրանսպորտը ժամը 1 է գալիս։ Լավ է, քաղաքացիները այստեղ բոյկոտում են, չեն տրվում այդ մանիպուլյացիաներին։ Ասում է 150 դրամանոց, 100 դրամ շատ էր գալի, ասում է 150 դրամի դեպքում ժվաբշե ժամը 1 է գալի, ընդհանրապես չկա։ ՔՊ, Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Հանրապետություն, Արամ Սարգսյանի գլխավորությամբ Երևան քաղաքի կառավարումը ձախողած կոալիցիոն ուժեր։ Եկեք սապոկները հագեք, եկեք ստեղ, եկեք մարդկանց ոնց խաբել եք, հիմա եկեք տակից դուրս եկեք։ Դուք եկել եք, ստել եք, ասել եք, որ ամեն բան վերականգնելու ենք, մարդիկ որ կարողանան, ուղղակի տնից դուրս գան գնան աշխատանքի ու դպրոց, ուղղակի ասեք, հա, դուք հանգիստ ասեք։ Հանգիստ թելնել, սիրուն ակուրատնի բոլոր Հայաստանցի քաղաքացիներին նման, այդքան դպրոց։ Մենալ դպրոցն ուր դե 18 կիլոմետր հեռու, երրորդ մաս։ Դե դպրոց չկա, մանկապարտեզ չկա։ 4 հատ կոշիկ եմ առնում երեխեք որ հասնում է դպրոց։ Ու ունեմ 4 հատ երեխա նորից ընտրեշտի։ Ամեն երեխուն 4 հատ կոշիկ, մի հատ տնից դուրս գալու համար, մի հատ կանգար հասնելու համար, մի հատ էլ քաղաքում ման գալու համար։ Տնորից փող երեխեն գալիս է տուն։ Ու տենց ես մանկապարտեզ պիտի անեմ, տենց պիտի տանեմ երեխեքից դպրոց ու բուհ։ Այ ժողովուրդ ջան, այս վիճակն է, մարդիկ ասում են, որը ասենք, փաստորեն այս ահազանգն է, ահազանգեր։ Սարդոստանա, հոսանք ենք ստեղ։ Սարդոստանա ստեղ։ Մի հատ կայծակատարի հոսանքները սա կարոջի է այս։ Ու տենց էլեկտրական սարքավորումները մեր քչանում է։ Տարին 2 անգամ մարխալա ջերմիկ եմ ատում եկել հեռուստացի։ Ինչի համար։ Տենց Սարդոստանի համար, հենց իդեալական վիճակ է։ Դուրա քցել անունով։ Վերել հողը քաշել, երկը դրել վրան միացումը չի տվել։ Տարին գնաց։ Մի տարիա ջուր են ուզում, աղբը, ստեղ Ժորջան, ստեղ աղբը դեռ կամազներով են տանում, սա Երևանն է, Երևան, Ժողովուրդ ջան, մին շեշտեք, էդ ինչ գյուղ չի, սա Երևան քաղաքն է, Շենգավիթ վարչական շրջան։ Շունը ոչինչ այս պայմանում չի ապրի, ամոթ, իրանցիներին բերեք թե պահեք, նրանք կապրեն, թե չէ։ Ջուրը դուս է տարի գերի տակից, թազա գից կցած ջուրն է։ Նոր քաշած ջուրն է, Ժողովուրդ ջան, նայեք։
Խմելու ջուրն է, էլի։ Խմելու ջուրն է էսի։ Խմելու ջուրը Պղպջակները նայի։ Լավ, ես եմ խափում, բա էդի փաստ ապացույց։ նոր ջրագիծն է։ Արդեն վնասված։ Միջև հասնենք կանգառները ցույց տալ, դիմեմ մեր սիրելի գյումրեցիներ։ Խնդրանք ձեզ հորդոր, ոչ մի պարագայում ձայն չտակ ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Նրանք նույն ՔՊ-ն ու հանրապետությունն են Երևան քաղաքը այս կարգի կառավարման արդյունքում իրենք այդ կոալիցիայի արդյունքում ասեք, ուզում եք ասեք, ուղիղ եթերում ենք, ասեք, այո, մի ամիսա ջուրը հոսում է, տերություն անող չկա մեռն զանգելով, սա աղթի արձմերը սարուցի մեջ էին տանջում, ամարը թեխմելու ջուրը հոսում է։ նոր տեսա, նոր Ու շատ են զանգի, ոչ մեկ տերություն չեն անում։ Բայց ես 1 տարի առաջ ՔՊ-ն եկե ձեզ խափ է ասելա ձայն տվեք ամեն ինչ կանենք։ Բա խափում են էլի, խափում են ասում են, հետո չեն անում էլի։ Տերություն անող Մահեր դիջուս են, խափում են, ասեք կանեն։ ջրերի հարցը շատ ահավոր։ Ինչի միայն ջրերի, ոչ կոյուղի կա, ոչ ասֆալտապատում կա։ Ոչ մի բան չկա, բացակայում։ Բնակչություններ այնքան շատ է, էլ չասած։ Հա, Լավ է։ ժողովուրդը կա, բայց ապրելու հնարք չկա այստեղ։ Այնտեղ մարդիկ կային, ասում են մեր երեխեքը դասի չեն գնում, որովհետև Փաշինյանը մենակ մտածում է իր մասին, չի մտածում ժողովրդի։ Հնա մի հատ գալիս է տենում է, որ ինչ ակատը։ Մենակ Փաշինյանը հոճի։ Խի գան, բայց ինչի գան, բայց արդեն իրանք իրաց համար հանգիստ նստած են, գան ինչ անեն։ Ձեզնից ձայնը կորզել էր, հանգիստ նստել են։ Համար մտածող չկա։ Ցավոք։ Ես պատկերացնում եմ ձեր այս վիճակը ոնց եք դուք գնում գալիս։ 150 դրամանոց կանգառնա։ Մի վճարեք, ժողովուրդ, ոչ մի բան, Բացարձակ չեմ վճարում։ ապրեք, ընդհանրապես մի վճարեք։ Չէ, ով էլ նստում է ձեր այս հարևաններից, բարեկամներից, մի վճարեք, ասում եմ մի ժամում նոր տրանսպորտ է գալի, էս էլ կանգառն է։ Ոչինչ, բարձրաձայնելու ենք, այս բոլոր հարցերը պիտի լուծում ստանա։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր ազգի մասին մտածող կա եւ շատ ուրախ եմ, որ հասցնեք իր նպատակին ամեն ինչ։ Անպայման։ Ոնց եք։ Հա։ Տունը դրանից 50 մետր էլ հեռու է։ Աղբաման Հիմա այսինքն 300 մետրի չափ պետք է լինի, որ ես մուծեմ, սա գլխավոր փողոց է կոչվում, ժողովուրդ ջան, ու սա կանգառն է։ Եթե դուք ստեղ կանգար կգտնեք, հեսա այդ բոլորը նայում են, սա կանգառն է, սա թանկ տրանսպորտի կանգառն է, ուղղակի չեմ կարող գտնեմ որտեղ է կանգառը, էլի, հրաշք կանգառ ունեք, ժողովուրդ մի վճարեք, իրենք ձեզ են խափում, ձեզ են կներեք հիմարի տեղ դնում, մի վճարեք, նստեք եւ անվճար երթևեկեք։ Սուտ են ասում, տուգան գոյություն չունի, ես հենց հիմա ձեր հետ կնստեմ, տեսնեմ ով է ասելու, տուգան գոյություն չունի, ոչ մեկ գոյություն չունի, մի վճարեք եւ անվճար երթևեկեք, նստեք ու երթևեկեք անվճար, շնորհակալություն, այսպես, սա կանգառներ, ստեղից ավելացնեմ, Պարոն Մանուկյանը պարզ հաշվարկ արեց մաթեմատիկա точная նауկա, որ նստում է քաղաքապետարանի վրա սպասարկելով տրանսպորտով շրջան 65 դրամ։ Մենք 100 դրամ ենք մուծում, թող մի բան էլ օգուտ անեն Ամերիկա, ասենք հարմար թվում ինքը։ Բայց 150% ու ամենաանապահով խավն է տրանսպորտ նստում։ Բարձրացնում ես գինը, ու մենք մեկը կայնած ոչ սպասարկումն է ավելացնում, ոչ մի բան, ինչի հիման վրա ես ուզում ժողովրդի ջեբը մտնես թարանես։ Ընդ որում վստահ չեմ, որ այդ փողը գնալ է նորմալ բանի վրա։ Անկապ անկանոն ծախսեր, զուր էլեկտրական մեքենաներ, ու $5 միլիոն չգիտեմ որտեղից հայտնված տուն։ Կանգառը տեսակ, չէ ժողովուրդ ջան, սա կա։ Փողոցից դուրս եկանք, հիմա 4 փողոց, էլի ցեխը։ Էդի բայց լավ։ Բոլոր ցեխերը մտնելու ենք, բոլոր սա ոչինչ ես չեմ շտապում ոչ միտեղ։
Նայեք 300 մետր օրենք չի աղբահանությունը, որ 300 մետր մոտիկ հեռու պետք է չլինի տնից, որ այս յաշիկը, որ ես մուծեմ։ Բայց իմ տնից կիլոմետր հեռու է, ասենք ես խի մուծեմ։ Ահա։ Այն մի փողոց է եղավ, 4 փողոց էլի այսպես։ Ես կգնամ մի քիչ։ Ես հիմա քայլեմ ժողովուրդ ջան։ Մտանք մարդկանց տուն որ գնանք։ Մատ եկեք գնանք էլի։ Մատ չեք կարա ժողովուրդ, չկա քայլելու տեղ գոյություն չունի։ Եթե սապոկներով մտնում եմ այս վիճակն, հա, չկա, անհնար է։ Ու այսենց միջև վերջ։ Հիշեցնեմ նորից Երևան, քաղաք, Շենգավիթ վարչական շրջան, քաղաքացիները ահազանգում են, 2 օր առաջ մենք եղել ենք ստեղ, այսօր նորից ահազանգեցին և ասեցին, որ 1 տարի առաջ ՔՊ-ն եկել էր ստեղ, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, խաբել էր, ստել էր, հիմա մարդիկ էլ հնարավորություն չունեն ապրելու, չեն կարողանում դասի գնան, այս վիճակն աստեղ ժողովուրդ։ Սա Երևանն է ժողովուրդ։ Սիրելի գյումրեցիներ, եւս մեկ անգամ դիմում եմ ձեզ։ Եթե դուք ուզում եք Գյումրի քաղաքը, հայրաքաղաքը վերածվի Երևանի պես ու կառավարվի այս կարգի, ընտրեք ուրեմն ՔՊ-ին կամ Եվրադաշտիկին։ Ոչ մի պարագայում դրանց ձայն չտաք։ Էսի գլխավոր փողոցն է, որտեղով գնում է ավտոբուսը։ Այս պատը մի քանի անգամ, 4 անգամ ասում է փլվել է։ Սաղ ցեխ ու ջուր է տակը։ Մատ խնդրում ժողովուրդ վիճակը նայեք, մարդու պատը են քանի անգամ փլուզվել է, հիմա պեն է փչել, որ Նայեք, խնդրեմ։ Բարև ձեզ։ Նայեք ժողովուրդ։ Մալինատն է, մալինատը։ Միած տնայք։ Երևի էս մարդիկ են, արի հեն անջուցելի ցեխը սկսում։ Հա։ Դա հաշվի կա բա։ Մի րոպե։ Գլխավոր փողոց։ Գլխավոր փողոց։ Դիմում եմ ՔՊ-ին եւ հանրապետությանը։ Ձեր խնդրեմ, քաղաքացիները տներից դուրս են գալիս եւ ուզում են խոսան։ Ասեք, ինչ խնդիրներ ունեք, ասեք։ Գնամ փուկում ուր անեն։ Ու մի հատ էլ ավականի ունեն, այն Վազգեն Սարգսյանի աղբոր կուսակցությունից։ Յանից տեղը ապրում, ասում է, ընտիր վիճակ է։ Մալինա է, հա։ 16 փողոցը փուլեր եկել, նորից բերեցին իբր այդ ջերմուղի տղաները։ Փող լցրեցին, քար լցրեցին, մի քիչ վերև նորից փուլ ա գալիս։ Նույն ձևով, այն կողմն էլ այդ նույն խնդիրը։ Հա, այս հա էս իրանց լավ է ասածը։ Ջուրը նորմալ, եկան քաշեցին իբր պիտի շուրջօրյա լիներ։ Մեկ առավոտ են տալիս, մեկ իրիկուն։ Չես իմանում ամբողջ օրը տանը նստես, որ ջուրը հավաքես։ Ոչ կանալիզացիա կա, ոչ ջուր կա նորմալ, ոչ ոռոգման ջուր կա։ 41,000 թոշակ կա տալիս։ Տրանսպորտա թանկացնում։ Աղբը խայտարակություն ասում եմ, այն օրն ասեմ Խարբերդում ո՞նց եք թանկացնում աղբը, ժողովուրդ։ Մի քիչ տարանջատեք, էլի։ Էս աղբի ոչ մեկը ստեղ վարկյանքի չի եկել։ Բոլորի տուզված մարդիկ են ստեղ, ոչ թե պիտի տրանսպորտը, այդ ինչ է, դու առավոտ որ տեսնեք տրանսպորտի վիճակը։ 50 րոպե կանգնել եմ ես 16 փողոց, որ տրանսպորտ ա եկել։ Իրանց ճանակ բարձրացած, ամոթ է լավ։ Ես եկրակնիկ եմ ամանչում եմ, որ խալխ երեխեք փաթաթվում են ինձ կանգնում են, որ այդպես կարիր է իմ թորանտա երեխեք են։ Եթե խուժանություն է, այսեղ ղեկավարություն չի։ Մենակ իրանց գրպանի մասին չպիտի մտածեն։ Նախ թոշակառուներին ոչ թե պիտի 70-30% էժանացում, այլ պիտի ընդհանրապես չվճարեն թոշակառուները։
Այս թոշակառուներն են այս երկիրը պահել, որ այսօր իրանք վայելում են։ Լրիվ կիսում եմ։ Գրոշներով են մեզ խափում, ամոթա, չի Մենք այս կարելի։ հարցերը սա Պետքա բարձրացնեն նախ թոշակառուների 18 ռուբլի նպաստ էի ստանում, եկավ ասում տղա քո հայաթի մեջ առանձին ապրում է։ Ես տղայի հետ ինչ կապ ունեմ, ես միայնակ թոշակառու եմ։ Ինչի կտրեցիր իմ 18 նպաստը։ 41 թոշակի 18000-ը գոնե մի փոքր բարելավում էր վիճակը։ Կտրեցին մնացել եմ այդ 41000 թոշակի հույսով։ Ոնց 41000 Դե ապրիկ տեսնեմ ոնց կապրես տղա ջան։ Ապագա կա։ Իրանց միլիոնները չի հերիքում։ Խիրատենիքն ինձանից լավն է, որ ես երկին եմ պահել, իսկ իրատենիքը ոչ մի բան չան, որտը ոտի դրած ապրում է աղի պես։ Քթներից թող դուրս կա, ամոթ իրանց, անամոթ են, մեկը ինչ էլ որ ասենք իրանք, այն քարդեներեսները կաշած ապրում են, ամոթ իրանք։ Ամենամեծ համբալ է իրանք են համբալ, ժողովուրդը համբալ չի։ Ժողովուրդն ենքան լավ մարդ է, որ հետաքցել իրանք, որ վայել են, իրանց նման վիժվածքները, ամոթ իրանք։ Սիրելի քաղաքացիներ, անտանելի վիճակ է այս փողոցներում։ Ընդհանուր ինչքան բնակչություն կա այստեղ։ Ինչքան 5000-ից ավելի մեր հայրենակիցները ապրում են այստեղ։ Հա, Օփելի շոֆեր 5000-ից ավելի։ Այնի կանգառն է, խնդրեմ, կանգառն է։ հա, գնում են կանգառ մի հատ։ Գովազդային հոլովակ է դարել արդեն, ով ինչ հայտարարություն ունի փախցրվա վրա։ Լյուքս, գլխավոր փողոցն է։ Հա, հասկանալի է ինչ վիճակ։ Սիրելի գյումրեցիներ, մարտի 30-ին ոչ մի պարագայում ձայն չտա ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Դրանք նույն կցորդ կուսակցություններն են, որը որ Երևան քաղաքի կառավարումը ձախողել են, ամեն բան թանկացնում են, մի թողեք ձեր քաղաքը այս վիճակին հայտնվի եւ շատ բոլորդ համախմբված մասնակցեք ընտրություններին, որ իրենց սարիկը 9%-ով ձայն 9%-ով քաղաքապետ չդառնա, ոնց որ այստեղ 9%-ով դարձավ Տիգրան Ավինյանը, խնդրեմ։ Մարդկանց տուն գնալու փողոցներն է։ Ես էլ չեմ գալի, կներեք, 4 հատ ցելոֆան արդեն մաշին։ Հա, հան է, արդեն 4-րդը հան։ Մարդու կոշ։ Հանել ես կոշներս արդեն ափսոս է։ Այս նրանցից պիտի առնեք։ Տիգրան Ավինյան գնա ար ու արի ստեղ։ Արի, տես ինչ վիճակ է։ Ձեր պահած Երևանը։ Հիմա հասնում ենք կանգառ։ Սա Երևանի բարեփոխված թանկացվող տրանսպորտի կանգառն է։ Այն որ ասում են բարեփոխված տրանսպորտու կանգառներ, էսի կանգառն է։ Խնդրեմ։ Մարդիկ կանգառում, էսա։ Սա կանգառ է։ Ցելոֆանը դուք կոր արի, չէ՞ ձեր կոտախորշիկները։ Ցելոֆանը եք, չէ՞ որոշիկները։ Սա բարեփոխված կանգառն է, թանկ։ Ասեք, լսում եմ։ Պատի բրեն, նուժելի մի հատ ստանեն կա, չկա ստեղ դնեք, 50 տարի ապրում եմ, 74 թվից, տանջանքով փողոց լավիրին ոչ։ Հեսա ես տես, նոր մտել եմ ձեր փողոցներով։ 20-ը, խնդրում եմ իշ կլնի, 74 տարեկան կնիկ, ես խիքան պատի վրա նստեմ։ Այնտեղ է նստում ես կինը, սպասում տրան։ Քաշեք ճղելա, ժամերով 33 ենք սպասում, էդի հալա ջայնամը թող սպասենք։ Բա ինչի համար թանկացրին ես տրանսպորտը։ Իրանք Ոչ մի բան մի վճարեք։ Սա ամեն բան թանկացնում են։ Ես մշտական ունեմ կյանքում։ Ժողովրդի մասին մտածեք, հայ ենք։ Ամոթ է ուղղակի Հայաստանում ապրենք, մի հատ աստանով տակ չլի, որ մենք նստենք։ Հայաստանում չէ, Երևանի մայրաքաղաքում։ Մի հատ ինձ ցույց կտաք, որտեղ եք նստում, էլի սպասում բարեփոխված տրանսպորտը, բարեփոխումների շրջանակներում սմարթ կանգառներն է, սմարթ։ Գոնեմ 4 փեդ, հա։
խփեք այսպես թելέφոնը գալիս են, շոկերս ծնկերս թափմա, այս զիբիլի մեջ, այսպես նստում ենք իրենք զիբիլի մեջ։ Խինը որ սկամ ենք ալի բալաջան ափսոս ամեզի, ինչ ենք արի ասա, փողոցները քանդին տրուբեկը, փոխին լավ արին, բայց ցեխ ինչ անենք։ Դե դրա համար էլ էսենց ենք էլի եկե։ Այդպես կմնա բալես։ Հեսա, այս ամեն ինչը թոտենան քպն, ոնց է եկե խափե ձեզ քվեստացե, ասեք կանենք, ասեք թու անեն։ Հմի ով է մեր Տիգրան Ավինյանը, քաղաքապետը, հա։ նստումա տրանսպորտը չմոցեք, այսքան տուգան 36,000 թոշակ եմ ստանում անաստված։ 36,000։ Տուգան գոյություն չունի, խափում են։ Հա, չեմ տալու։ Իշնելու եմ, ինչ ուզում եք արեք։ Ոչ մի բան չեն կարող անեն։ Չեմ տալու։ Այս կինը կանգառում սպասում է որ տրանսպորտ գա։ Էսա կանգառը, նայեք ժողովուրդ ջան։ Կանգառը։ Ինչ կլի, մի հատ։ Էսա կանգ։ Լուժելի, որտեղ է թանկ փողոքենք։ Ինչ։ Հեսա մենք Երևանի Մայրաստան խմբակցության ավականներ ենք։ Ուղիղ եթերով խոսացեք, ինչ ուզեք ասեք քաղաքային։ Ինչ ասենք։ Էլի շկա որ ինչ ասենք։ Դաչեկը տանջվել են, ծառենք տնգի։ Ամեն ջրից կարոտենք, ռոպման։ Ջուր չենք տենում։ Աստանով կեքս են, զիբիլս են։ Ժորդ, մտ պատկերացրեք։ Երևան քաղաքում աղբահանության վճարը թանկացնում են։ Հա։ Բա որ վճարել է այս կինը աղբահանությունը, այս ինչ է այս փողոցները։ ՔՊ Հանրապետություն մի հատ ձեր ավականիներով Տիգրան Ավինյանի գլխավորությամբ եկեք այս զիբիլի մեջ սպասեք։ Մի հատ մանկ է, էլի տերիտորիան։ Մեզնից ավել է ինքը։ Ինքը ավել չի մեզանից։ Թող մի հատ մանկ է։ Թող մանկ է, որ տենա ինչ զիբիլի մեջ ենք ապրում մենք։ Ինչ զիբիլի։ Կանգառը։ Կանգառն հետո մի հատ ինչ կա։ Սա խաղակ դրել են, այգիներում դրել են, ոստեղ էլ մի հատ են։ Պատի վրան եմ նստում։ Պատի վրա։ Լավ, Մայրիկ ջան, ասեցիք ինչ պետք է, շներ, թափառող շներ, թափառող շները շատ են, լիքն են, հա, հասկացա, խնդրեմ, թափառող շներ, զիբիլանոց, կեղտ, նկարում ենք Մայրիկ ջան, այս վիճակն է, սա կենտրոնական փողոց է։ Խնդրեմ ժողովուրդ ջան, որ փողոցը մտնես, այս վիճակն է մտնայեք, այս կինը այս փողոցով էր եկե, դրա համար ասենց վրդոված, մատեն մեկը նայեք ժողովուրդ ջան, մարդիկ ապրում են ստեղ, սա Երևանն է, Երևանը, ուրիշ ոչ մի բան, ոչ մի գյուղ, ժողովուրդ, սա Երևանն է։ Հեն այնքին խոսում են։ Տեսա։ Այսի մեր մալինատն է։ Այն դեպուտատի տան դեմը նայի, մեկ էլ էսի։ Դո դեպուտ պատգամավոր չի ավականիա, հա։ Ինձ զիբիլ ուզում ալի իրամուրի։ Խոսում Մայրիկը կռիվանում, ասում ինչի չեն խոսում են բոլորն, էսա կանգառը, նայեք ժողովուրդ ջան։ Կանգառը, հա։ Սիրելի հայրենակիցներ, Մայրաստան խմբակցությունը բոլոր իր ավականներով, բոլորի զանգերը անպատասխան չի թողնելու, բոլորի հետևից գնալու է զանգերի, նորից կրկնում եմ, ինչ ուզում ա լինի, շինարարությունից վերջած, բռնած, ասֆալտապատումից վերջացրած, էլիտար բազմաբնակարան շենքեր կառուցելուց կապ չունի, ով ուզում է լինի, ինչ մեծահարուստ ուզում է լինի, ինչ օլիգարխ ուզում է լինի, նախկին, ներկա, ապագա, մեր համար դա կապ չունի, քաղաքացիների շահերին հակասող ինչ տեսանք բարձրաձայնելու ենք, ով ուզում է լինի, չկա մեկը, որ կարողանա մեր ընտրած ուղուց, որ քաղաքացիների կողքը պետք է լինենք, մեզ այնպես անի հետ կանգնենք, նման մարդ գոյություն չունի, այս վիճակն է, Էսա, այս վիճակը։
Սիրելի հայրենակիցներ, ՔՊ-ն հանրապետությունը խաբելով մեր երևանցիներին մի կերպ իրենց բաղձալի աթոռին նստացրել են Տիգրան Ավինյանին ու Երևան քաղաքի կառավարումը ցախողում են ու օրորի վերածում են Երևանը մի անշուք ու տգեղ քաղաքի չբարեփոխված տրանսպորտով ասֆալտապատումը, ֆեյք ասֆալտապատումը տեսակ, ինչա կատարում, դա էլ էր սուտ, դա էլ էր իրենց PR-ի մի մաս, այնպես որ նորից հիշեցնեմ գյումրեցիներ ջան, ոչ մի պարագայում ձայն չտակ ՔՊ-ին եւ Եվրադաշինքին, որ չընկնեք Երևանի ու Երևանցի օրը, տեսեք մեզ, տեսեք երևանցիներին ու խղճացեք ձեզ։ Հիմա նայեք ժողովուրդ, Դրել ենք ստե, որ մարդ չգա անգնի գնում։ որ լուկը չընկնեն մարդիկ։ Այ քաղաքացիների ինչորով են փակում լուկերը։ Հիմա նորից հետ դնեմ։ Նոր տեխնոլոգիա կա, ոնց են փակում լուկերը։ Ծառի արմատներով։ Ու սենց ժողովուրդ, նայեք։ Ու սենց։ Նոր տեխնոլոգիա է, մեր քաղաքացիներն են գտել սակուրաների, տես։ Փակել ենք, Որ չընկնե ժողովուրդը։ լուսավորություն այնքան ուժեղ է, որ դեմները երևա։ Էսա ժողովուրդ։ Սակուրայի բանն է, տատիկն է։ Տիգրան Ավինյան, ՔՊ եւ Հանրապետություն։ Դուք ձախողել եք քաղաքի քաղաքի կառավարումը, դուք ոչ լեգիտիմ եք, քաղաքացիները ձեր մերժում են, սիրելի հայրենակիցներ, հերթական ավականունիստի ժամանակ ձեր դեմ գնացին, տրանսպորտը թանկացրին, այն տրանսպորտը, որ այստեղ տեսակ դուք ժամով մարդիկ սպասում են ու տրանսպորտ գոյություն չունի, ասում եմ 1 ժամ հետո գալիս է, իրար շալակ մի կերպ հազիվ նստում ենք։ Մի վճարեք ոչ մի բան, խնդրեմ, սովորական քաղաքացին քայլում աստեղ սապոկներով, ուրիշ տարբերակ չունի, ինչ անի, հա, ինչ անի, իրենք անտեսեցին, դուրս եկան ավականունիստից, փախան, թռան ու չուզեցին Մայրաստանի նախագիծը 17,000 ստորագրություններով անցնի, որ տրանսպորտը մնա 100 դրամ, ավտոբուսը 100, տրոլեյբուսը 50 եւ մետրոն էլ 100 դրամ, ձեզ մերժեցին, հիմա դուք մերժեք, ով ձեզ կասի տուգանք կա, նման բան գոյություն չունի, դեր տուգանքին հասնելու համար պետք է ազգային ժողովը ընդունի, թող փորձեն, մերժեք, մի վճարեք, որ իրենց էլեկտրական մեքենաներն ու շրջագայության համար միլիոններով չծախսեն, միլիարդներով, նայեք հիմա բացատրում եմ ձեզ ժողովուրդ, սա այն տոպրակներն է, որ քաղաքացիները հագնում են կոշիկի վրայից, նայեք, կոշկած, հագնում են քաղաքացիները, որ գնան իրանց տուն այս փողոցով, մի հատ նայեք, այս փողոցներով, ինչ, արդեն ինձ պարզ է ամեն ինչ, էսի մարդկանց այն որ ասում է, նայեք, կոշիկի, վերջնակետը ստեղ է, էլի գա։ Կաներեք, այդ որ ասում են հսկի չեք մտցնել տուգանենք, ուրեմն հսկի չեք գա կասի տոմսը տուր, ասեք չկա։ Տուգանելու ասում ես չեմ տուգանում։ Ոչ ոք իրավունք չունի ձեր ձեռից բռնի, ձեր շարժը բանը հասնում եք ձեր կանգառ, իջնում եք պրոստը։ Ձեզ եթե մեկը խոչընդոտես, կարեք հայտարարություն գրեք միլիցիային, որ ձեր վրա հարձակվել են, իրանք ոչ մի օրենսդրական իրավունք չունեն ձեզի տուգանել։ Սիրելի քաղաքացիներ, ոչ մեկ իրավունք չունի, ձեզ տուգանելու նման օրենք գոյություն չունի։ Նրանք ցանկություն են, ուղղակի վախեցնում են, ինչպես իրենք էին ասում, քաղաքացու հայրենակիցները սարքում են տուգանքի եւ տուգանվելու մատերիալ, տերոր է ենթարկում, նոր մահակ են ուզում քաղաքացիների գլխին բերեն, չվճարողներին, փաստորեն բոյկոտը ստացվել է, շարունակեք բոյկոտ, մի լսեք ոչ մեկին։ 20 հոգի վաճառական հավաքվել են հրապարակ, 3 շարք ոստիկան են կանոնացրել։ Այդ մենք ինչ ենք այստեղ հանցագործ ենք, ինչ հատես կրուգավոյ ապառոնայք դիմադրություն եք կազմակերպել։ Դիմադրություն սահմանին կազմակերպեք։ Սիրելի հայրենակիցներ, մի լսեք ոչ մեկին, իրենց տակուկ տեղերում նստած, ձեր հետ ոչ ոք չի գալի շփվում, չի տեսնում ինչ վիճակ է։ Շարունակեք, ոչ մի տուգանք չկա, շարունակեք բոյկոտել, չվճարել այդ տրանսպորտի համար, որը որ մի ժամ 10 րոպե է, հիմա չկա։ Այս մարդիկ մի ժամ 10 րոպե սպասում են, հետո գալիս են, էլի չեն կարողանում նստեն։ Ու չեն վճարում, շատ լավ են անում իրանք,
Բայց ինչի է տենցի ծառայություն չեն մատուցել, ինչի վճարեն։ Ես հա ասենք բարի անձնարարություն եմ, ալտրուիստ եմ, բայց մի անգամ 10, 50, 65 դրամի տեղը 100 ենք վճարում, հերիքա։ Հիմա ինչի պետք է 50 դրամ էլ ավել տամ, որ թռնեն Ամերիկա $30,000 տան։ Այս վիճակն է, ահա, մարդիկ բերը իրենց ուժերով ավազ են փռել, որ կարողանան գոնետանից դուրս։ Գոնեստե գորբիկներ առնեն, հենա առանք լծինք Դուք։ 50,000, ես, հա, անձամ, Դուք ձեր գրպանից ծախսում եք, որ փողոցը ասֆալտ լինի։ հա, Բա չէին եկել ձեզ ասեք կանենք։ ասել էին, Ասեցի- շատ բան էին ասել կանենք, բայց ոչ մեկի ասացնել Չեղավ։ Այստեղ հասա ոչ է։ Էլի մենք մեր չնչին աշխատավարձով ծերին հազիվ ենք հասցնում։ Սա լծրինք, եկան քանդեցին տվին հող։ Հա, ձեր ուժերով սարկածը եկան ավիրեցին, էլի։ Այո։ Ավիրեցին կեսներ հանեցին լցեցին դիմացի մայթ։ Շարունակեք այս մարդկանց խափը։ Դուք էլ պատասխանեք իրենց տրանսպորտ, եթե գա, իհարկե, այստեղ Մի տրանսպորտը։ հատ ուզում ենք մի հատ քար խփենք պատին, ասում են գնացեք շինթույլատրություն վերցրեք։ Դե որ գումար մուծեք, Միլիոնների ծախսեր արեք։ որ գումար մուծեք։ Հա, գումարն էլ 150,000 աշխատավարձով պիտի իրանց միլիոններ մուծեն։ Սիրելի ժողովուրդ, այս վիճակն է։ Հայտարարություն։ Ոչ կոյուղի կա, ոչ ասֆալտ կա, ոչ տրանսպորտ կա, ոչ կանգար կա, ոչ աղբահանություն կա։ Դա ինչ կա այստեղ։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալի հերթական կանգառը։ Այս գլխավոր փողոցի վրա 55-ի կանգառը։ Հեսա, նայեք։ Նստարաններով, Wi-Fi-ներով, smart կանգառը, հեսա։ Wi-Fi կա։ Հա, տակ ջուր, Wi-Fi։ Այս մարդիկ արդեն։ Եկել են մասաժնիկ ռեստորաններից։ Հա, էսա։ Հա, չկանգնեց, որովհետև կանգար չկա։ Էսի, այս վիճակն է։ Ինչևից է սիրելի քաղաքացիներ, Մայրաստան խմբակցության բոլոր ավականիներ 24 ժամյա ռեժիմով ամեն հարցի շուրջ ձեր կողքին են, ցանկացած հարցի շուրջ։ Երևան քաղաքի ձախողած կառավարումը ձախողած իշխանությունները պետք է հեռանան, ԿՊ-ն Երևանը, Հայաստանը պետք է թողնի ու հեռանա, քանի որ անվտանգությունից միջև աղբահանություն, ասֆալտապատումից միջև տրանսպորտի բարեփոխում ամեն բան ձախողել են։ Իրենց գլխավորով պետք է թողեն ու հեռանան, ուրիշ տարբերակ չկա։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, դիմեք ձեր գյումրեցի ընկերներին, բարեկամներին, հարազատներին, ոչ մի պարագայում ձայն չտան ԿՊ-ին եւ Եվրադաշինքին։ Դրանք նույն ԿՊ-ն ու հանրապետությունն են, որոնք որ Երևանը վերածել են այս վիճակի, թանկացնելով ամեն բան սեփական գրպանները լցնելու համար, թանկացնում են աղբահանություն, գույքահարկ, տրանսպորտ, տեղական турքեր, ամեն բան թանկացնում են։ Ոչ մի պարագայում խնդրում եմ, սիրելի գյումրեցիներ, ձայն չտաք։ Այս վիճակն է։ Նա էլ կանգառն է։ Ինչ ասեմ, այս վիճակներ, սիրելի ժողովուրդ, ես վերջում ցույց տամ, թե այս ստեղ գալու պարագայում ոնց ենք հիմա այս վիճակ։ Ասենց պետք է այս վիճակով կարողանաս քայլել Երևանում, Շենգավիթ վարչական շրջանում։ Տիգրան Ավինյան, ԿՊ, ամբողջը քաղաքության նոխած մեզ պետք չի, դուք բոլորդ պետք է հեռանաք։ Դուք Երևանը վերածել եք մի անշուք ու կներեք տհաճ քաղաքի։ Դուք Երևանի ներողություն չեք սիրում, ոչ Երևանն եք սիրում, ոչ երևանցիներն եք սիրում, դուք սիրում եք ձեր գրպանները, ուրիշ ոչինչ։ ԿՊ-ն
եւ հանրապետությունը պետք է մերժվի Երևանում, Գյումրիում եւ ընդհանուր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Շարունակեք բոյկոտը եւ սիրելի քաղաքացիներ, դուք միայնակ չեք։ Մայր Հայաստան խմբակցության բոլոր ավականները 24 ժամյա ռեժիմով ձեր կողքին են։ Շնորհակալություն։